Անցած շաբաթ Մերձավոր Արևելքում պատերազմի սրման եւ նավթի գների կտրուկ աճի ֆոնին ԱՄՆ ֆոնդային շուկաներում բացասական դինամիկան շարունակվել է։ Շաբաթական կտրվածքով S&P 500-ը նվազել է ավելի քան 2%-ով, Nasdaq Composite-ը 1.2%-ով, իսկ Dow Jones-ը 3%-ով, ինչը վերջինիս համար դարձել է 2025 թվականի ապրիլից ի վեր ամենախոշոր շաբաթական անկումը։ Եվրոպական բաժնետոմսերը ևս շարունակել են նվազման դինամիկան, համաեվրոպական Stoxx 600 ինդեքսը երկուշաբթի առավոտյան առևտրի ընթացքում նվազել է 0.3%-ով։ Բանկային սեկտորը շարունակել է թուլանալ, գրանցելով 0.6% անկում, մինչդեռ էներգետիկ ընկերությունները աճ են գրանցել նավթի գնի ռեկորդային բարձր մակարդակի պատճառով։ Ներդրողները շարունակում են զգուշավոր մնալ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով նավթի բարձր գների եւ գնաճային ռիսկերի ֆոնին։ Brent տեսակի նավթի գինը երկուշաբթի աճել է մինչեւ մոտ $106.3 մեկ բարելի դիմաց, արձանագրելով օրական կտրվածքով 3.7% աճ։ Անցած շաբաթ արժութային շուկաներում ԱՄՆ դոլարը ամրապնդվել է պայմանավորված Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին ներդրողների կողմից անվտանգ ակտիվների նկատմամբ պահանջարկի աճով։ Ամերիկյան դոլարի ինդեքսը շաբաթական կտրվածքով աճել է մոտ 1.5%-ով, հասնելով 100.35 կետի, մինչդեռ եվրոն դոլարի նկատմամբ թուլացել է 0.6%-ով։ Անցած շաբաթ ոսկու գները նվազել են, քանի որ դոլարի ամրապնդումը եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի առաջիկայում անփոփոխ մնալու սպասումները նվազեցրել են թանկարժեք մետաղի պահանջարկը։ Ոսկու սփոթ գինը շաբաթական կտրվածքով նվազել է ավելի քան 2%-ով, այլ թանկարժեք մետաղների գները նույնպես նվազել են, արծաթը մոտ 3.3%-ով, պլատինը 4%-ով, պալադիումը մոտ 2.5%-ով։ Անցած շաբաթ համաշխարհային բաժնետոմսային ֆոնդերից գրանցվել է ավելի քան $7 միլիարդ արտահոսք, ինչը ամենամեծ շաբաթական արտահոսքն է 2025 թվականի դեկտեմբերի կեսից ի վեր։ Ամենամեծ արտահոսքը գրանցվել է ամերիկյան ֆոնդերից $7.7 միլիարդ, ինչպես նաև եվրոպական ֆոնդերից կրկին $7.7 միլիարդ, մինչդեռ ասիական շուկաները արձանագրել են ավելի քան $6 միլիարդ ներհոսք։ Միաժամանակ համաշխարհային պարտատոմսային ֆոնդերի ներհոսքերը նվազել են մինչև 10 շաբաթվա նվազագույն մակարդակը, իսկ դրամական շուկայի ֆոնդերը ներգրավել են մոտ $7 միլիարդ, քանի որ ներդրողները նախընտրել են պակաս ռիսկային ակտիվներ։ Adobe ընկերության բաժնետոմսերը ուրբաթ օրը նվազել են ևս 6%-ով այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ ընկերության երկարամյա գործադիր տնօրեն Շանտանու Նարայենը կհեռանա պաշտոնից։ Ներդրողների մտահոգությունները խորացել են նաև այն պատճառով, որ ընկերությունը դեռևս նոր ղեկավարի թեկնածու չի ներկայացրել։ Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ամպային ենթակառուցվածքների եւ արհեստական բանականության հաշվարկային լուծումների ոլորտում գործող Nebius Group-ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 26.4%-ով։ Հաջորդը տվյալների պահպանման կրիչ սարքերի արտադրությամբ զբաղվող SanDisk Corporation-ն է 25.4% աճով։ Եռյակը եզրափակում է էլեկտրական ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող NIO ընկերությունը 22.5% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է վարկային գնահատման եւ վերլուծական ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող Fair Isaac ընկերությունը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 23.3%-ով։ Հաջորդը առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող Centene Corporation-ն է 21% անկումով։ Եռյակը եզրափակում է մեդիա եւ ժամանցային ոլորտում գործող Paramount Skydance Corporation-ը 18.9% անկումով։ Մերձավոր Արևելքում պատերազմը եւ բենզինի կտրուկ թանկացումը բացասաբար են ազդել նաեւ ԱՄՆ-ում սպառողական վստահության վրա։ Սպառողների վստահության ինդեքսը նվազել է մինչև 55.5 կետ, փետրվարի 56.6-ի համեմատությամբ։ Միաժամանակ սպառողների գնաճային սպասումները հիմնականում կայուն են մնացել։ Առաջիկա 1 տարվա համար դրանք կազմել են 3.4%, իսկ առաջիկա 5 տարիների համար փոքր-ինչ նվազել են մինչև 3.2%։
Reuters գործակալության հարցմանը մասնակցած տնտեսագետների մեծ մասը սպասում է, որ դաշնային պաուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքի այս տարվա առաջին կրճատումը կկատարի հունիսին, թեև մերձավոր արևելքում պատերազմի հետևանքով նավթի գների շուրջ 40% աճը մեծացնում է գնաճային ռիսկերը։ Միաժամանակ շուկաներում սպասումներն ավելի զգուշավոր են դարձել։ Նավթի թանկացման ֆոնին երկուամյա ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը աճել է մոտ 30 բազիսային կետով։ 2026 թվականի մարտի 10-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 20 միլիարդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2028 թվականի ապրիլի 29-ին։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 102.15 դրամ, իսկ եկամտաբերությունը 7.3%։ 2026 թվականի մարտի 16-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 միլիարդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2027 թվականի հունվարի 18-ին։ Հրապարակային աճուրդն ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 6.5 միլիարդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 94.4 դրամ, իսկ եկամտաբերությունը 6.9%։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։